2026 թվականի խորհրդարանական ընտրությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի առաջատարներն արդեն հայտնի են։ Առաջատարն, ինչպես սպասվում էր, կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Նա շարունակում է մնալ Հայաստանի ամենաքննարկվող քաղաքական գործիչներից մեկը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Փաշինյանին ընդդիմությունը մեղադրում է պարտության եւ տարածքային կորուստների համար։ Փաշինյանը մինչդեռ պնդում է, որ այդ որոշումը կանխել է ավելի ծանր հետևանքներն ու խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Արցախը Հայաստան է, հայտարարած Փաշինյանը 2021-ին վերընտրվելուց հետո Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց։ Նրա պաշտոնավարման ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Երկրորդ համարը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձություններից հետո Միրզոյանը հայտնվել է հանրային բողոքի ալիքի կենտրոնում։ Պատերազմից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար նշանակված Միրզոյանի գործունեությունը կապվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվել էր, որ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է Օմեգա ծածկանունով։ Արարատ Միրզոյանի արձագանքը չէր ուշացել։ Նա Facebook-յան իր պաշտոնական էջում այդ տեղեկությունը ցնդաբանություն էր որակել եւ շարունակել պաշտոնավարումը։ Ցուցակի առաջին կին ներկայացուցիչը Անահիտ Ավանեսյանն է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ Արմեն Սարգսյանի հրամանով նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ Ի դեպ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է առողջապահության նախարար նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ իրավաբան։ Մամուլի տեղեկությունների համաձայն Անահիտ Ավանեսյանը միաժամանակ կապված է նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Նրա ամուսինը Ստեփան Ավանեսյանը համատեղ բիզնես շահեր ունի Թորոսյանի հետ։ 2020 թվականի մարտի 9-ին հետքպարբերականը գրել է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող Արմֆարմացիա ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր մոտ 667 միլիոն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին 137 պայմանագիրը արդեն Ավանեսյանի փոխնախարար եղած ժամանակ։ Ցուցակի 4-րդ հորիզոնականում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Մինչև 2018 թվականը դասախոսական աշխատանքով զբաղված Պապիկյանը Թավշյա հեղափոխության առանցքային երիտասարդ դեմքերից մեկն էր։ Եղել է նախ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ապա հետպատերազմյա փուլում ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ, Պապիկյանի զինվորական ծառայությունը հարթ չի ընթացել։ Նա ազատազրկման է դատապարտվել հրամանատարին դանակահարելու համար։ Ցուցակի հնգյակը եզրափակում է էկոնոմիկայի նախարար նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը։ Վերջինս մինչև 2018 թվականը անդամակցել է հանրապետական կուսակցությանը, ապա միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրին։ Նա եղել է ազգային ժողովի падգամավոր, ապա նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխարինելով Վահան Քերոբյանին։ 6-րդ հորիզոնականում արդարադատության նախարար Սրփուի Գալյանն է, ցուցակի երկրորդ կին ներկայացուցիչը։ 34-ամյա նախարարը մասնագիտությամբ իրավաբան է։ 2019-ից եղել է արդարադատության նախարարի տեղակալ, ապա գլխավոր դատախազի տեղակալ, որը համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։ Ցուցակում հաջորդը Ռուբեն Ռուբինյանն է։ Նա ՔՊ շարքերը համալրել է նախքան հեղափոխությունը, կուսակցության հիմնադիրներից է։ 2018 թվականի մայիսին Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է փոխարտգործնախարար, 7 ամիս անց դարձել է ազգային ժողովի փոխխոսնակ։ 2021 թվականից հայ-թուրքական հարաբերությունների հարցով բանագնացն է։ Հեղափոխությունից առաջ մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը ապրել էր Ստամբուլում, հետազոտություն էր իրականացրել Հրանտ-Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում։ Իսկ մինչ այդ սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարանում։ ՔՊ ցուցակի 8-րդ համարը Վահագն Ալեքսանյանն է։ 31-ամյա падգամավորը մասնագիտությամբ արաբագետ է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մինչ ՔՊ-ին անդամակցելը ԲՀԿ անդամ է եղել եւ այդ տարիներին տհաճ միջադեպերի կիզակետում հայտնվել, բարեգործական նպատակներով մարզեր ուղարկված ալյուրի յուրացման հետ կապված։ Ցուցակում հաջորդը Ալխազ Ղազարյանն է։ Ծննդով Գեղարքունիքի Վաղարշեն գյուղից է Ղազարյանը։ Քաղաքական կարիերան սկսել է 35 տարեկանում դառնալով падգամավոր քաղաքացիական պայմանագրի համապատասխան ցուցակով։
Մինչ այդ ճարտարագիտության մագիստրոս Ղազարյանը գիտության ոլորտում է աշխատել։ Ասեք թող կպնի իր գործերին կարճ։ Արայիկ Հարությունյան Գյումրիից Երևան քայլած հեղափոխականների թվում էր ՔՊ ցուցակի տասնյակը եզրափակող Արայիկ Հարությունյանը։ Նա իշխանափոխությունից հետո նշանակվեց ԿԳՄՍ նախարար։ Հենց նրա պաշտոնավարման օրերին հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց դպրոցական ծրագրից։ Իսկ բուհ ընդունվելու համար ոչ հումանիտար հոսքերում հայագիտական առարկաները դարձան ոչ պարտադիր։ Այժմ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանը միաժամանակ ընդգրկված է բազմաթիվ պետական եւ մշակութային կառույցներում։ Armenpress-ի լիազոր ներկայացուցիչ, կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, Մատենադարան եւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։